Հիշում եք նախորդ 2 տարիները, երբ ձմեռը գալիս էր առանցյան։ Այս տարի հակառակն է, դեռ աշունը նոյեմբերի 16-ն է, սակայն ձյան պակաս չի զգացվում։ Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը YouTube-ում բացել է իր վիդեոբլոգը, որտեղ արդեն տեղադրված է առաջին տեսահոլովակը։ Տեսահոլովակում Հեֆերնը նա խոսում է հայ-ամերիկյան բարիդրացական հարաբերությունների մասին եւ խոստանում, որ ել ավելի է ամրապնդելու դրանք։ Հետո նա պատմում է, որ տպավորված է պատանի ձեռներեցների մասնակցությամբ միջոցառումից, իսկ նրա կինը, ով նստած է նրա կողքին այդ պահին, ցույց է տալիս այնտեղից գնված ձեռագործ ականջողերը եւ էջանիշները։ Դեսպանը նաեւ հայերենով ասում է, որ Լիբին, նրա կինը եւ նա հիացած են հայերի ջերմ հյուրընկալության համար եւ խոստանում, որ հայերեն ավելի լավ կսովորի։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում 3 տեղի ունեցել զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարար Սեյրան Օհանյանը։ Խմբի գործունեությունն ուղղված է լինելու զինված ուժերի գործունեությունը կարգավորող կամ ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի վերանայումը, ինչպես նաև բանակում զինված ուժերում հանցավորության մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը։ Աշխատանքներում ներգրավվելու են նաև զինդատախազությունը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչներ, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Այժմ եկեք ծանոթանանք եղանակի տեսությանը Հայաստանում։ Երեկ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆարադյանը իր 3-րդ ռեկորդն է սահմանել։ Նա 19 րոպե 20 վայրկյանում 670 անգամ պտտվել է մարզաձողի վրա։ Ռեկորդը սահմանելուց հետո Ֆարադյանը խոստովանել է, որ ուզում էր գերազանցել իր առաջին ռեկորդը, եւ դա նրան հաջողվեց։ Լիլի, ինչ են գրում այսօր թերթերը։ Ողջույն Գայան, թերթերը պետք է ասեմ, որ երեկվա հետ եթե համեմատելու լինենք, էական որևէ տարբերություն թեմատիկ առումով չկա եւ կարծում եմ այս միտումը ողջ շաբաթվա ընթացքում կշարունակվի, եթե իհարկե որևէ արտարոց դեպք կամ սկանդալ հերթականը չլինի եւ ըստ էության, ինչպես արդեն կարող ենք գուշակել, թեման շարունակում է մնալ գերակայող Սյունիքի մարզպետի հետ կապված սկանդալը, Տարոն Մարգարյանի քաղաքապետ ընտրվելը եւ ներիշխանական ներքաղաքական մի շարք այլ խնդիրներ։ Իսկ եթե ինչ-որ այլ հետաքրքիր հոդված առանձնացնելու լինեմ կամ այսպես ոչ այդ գերակայող թեմայից դուրս, Հակոբ Զարաքոլուի ձերբակալության հետ կապված ազգը գրում է, որ Ամերիկայի հայդատի գրասենյակը որոշել է դիմել Հիլարի Քլինթոնին, ԱՄՆ-ի պետքարտուղար կոչ անելով, որ վերջինս հայտարարություն տարածի եւ պահանջի Զարաքոլուին ազատ արձակել։ Թերևս այսքանը մամուլի տեսությունից գան է այսօր, որովհետև ըստ էության թեմաները այդքան էլ տարբեր չէին երեկվա համեմատ։ Այսինքն նորություն չկա, ամեն ինչը կրկնվում է Այո, այո։ Շատ լավ Լիլի, շնորհակալություն։